Դրա մասին արդեն ընդդիմությունը չի ասում Հայաստանյան, ասում է ԱՄՆ հետախուզական ծառայությունը։ Ուղիղ ասելով, որ փաստորեն մեզ խաբում են, երբ ասում են, որ խաղաղությունը հաստատված է, որովհետև այս փուլում առնվազն Ադրբեջանը պայմանագրի համար, ստորագրման համար դեռևս նախապայման է համարում Հայաստանում սահմանադրության փոփոխությունը։ Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունը հրապարակած տարեկան զեկույցում արձանագրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին դեռ կան խոչընդոտներ, ուղիղ մեջ բերելով սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջը։ Նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոփոխի սահմանադրությունը, հեռացնելու հղումը, որը նրա խոսքով ենթադրում է, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Դա կպահանջի սահմանադրական հանրաքվե Հայաստանում, որի ընդունումը երաշխավորված չէ։ Ադրբեջանի նախագահը Հայաստանի սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղումը չի ուզում տեսնել։ Ազգային ժողովի ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանը այս ձևակերպումներից եզրահանգել է։ Միացյալ Նահանգներն ուղիղ ասում է, Հայաստանի իշխանությունը սահմանադրության փոփոխության Իլհամ Ալիևի պահանջով է գնում։ Սեփակ սպիտակի վրա գրված է, ասին մեկնաբանությունը տեղ չի թողնում։ Փաստորեն ամբողջ աշխարհը ասում է, ֆիքսել է, որ Ալիևի պահանջը միայն Փաշինյանը հուսահատ ջանքեր է գործադրում սեփական ժողովրդին համոզելու, որ ոչ լրիվ պատահականություն է, որ մենք սահմանադրության փոփոխության մասին, ոչ թե բարեփոխումների մասին սկսեցինք խոսել այն բանից հետո, երբ դա պահանջը հնչեցրեց Ալիևը։ Հիմա տեքստն էլ կհրապարակեն ու կտեսնենք, որ շատ պատահականորեն լրիվ են պահանջները, որոնք ունի Ալիևը, չկան։ Առաջարկվում է Հայաստանը, որ հանեն։ Լավ, այլ ներքին գործերի միջամտությունը ո՞նց է լինում ու ինքնիշխանության սահմանափակումը ո՞նց է լինում։ Չնայած Նիկոլ Փաշինյանը անկախության հռչակագիրը կոնֆլիկտածին է համարում, բայց եւ պնդում է, արտաքին թելադրանքով չէ, որ իր նախաձեռնությամբ նոր սահմանադրության տեքստ է մշակվել։ Անկախության հռչակագրի խնդիրը եւ մեր սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է, որովհետեւ դա անհրաժեշտ է մեզ եւ ոչ թե ուրիշներին մեզ աշխարհում ճիշտ դիրքավորելու համար։ Մենք դա արտաքին որևէ ուժի հետ չենք քննարկել, չենք քննարկում եւ չենք քննարկելու։ Նոր սահմանադրություն ունենալը վարչապետն այսօր ռազմավարական հարց համարեց, ասաց իրավաբանական աշխատանքը ըստ էության ավարտված է։ Հայտարարություններից դատելով արժևում քաղաքական փուլն է։ Նախորդին պարզ դարձավ, որ նոր սահմանադրության տեքստից անկախության հռչակագրի հղումը հանել-չհանելու հարցը ոչ թե սահմանադրական բարեփոխումների խորհուրդը իր քվեարկությամբ է որոշելու, այլ իշխող քաղաքացիական պայմանագիրը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չի ասել, որ հղումը նոր սահմանադրությունում տեղ չպետք է ունենա։ Չնայած իր իսկ որոշմամբ սահմանադրական բարեփոխումների խորհուրդ է ձևավորվել, տարիներով աշխատել, վարչապետը չթաքցրեց, որ ինքն անձամբ է զբաղվում հարցով։ Ես գիտեմ, որ սահմանադրական հանձնաժողովի նիստեր են տեղի ունեցել։ Ես գիտեմ, որ սահմանադրական հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են, որ պարտաճանաչ մասնակցել են։ Մենք չենք կարող այդ մասշտաբային process-ը թողել ուղղակի սուբյեկտիվ ընկալումների։ Դա լրջակույն ռազմավարական հարց է եւ իհարկե կառավարող ուժը, որը ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մանդատը կառավարելու Հայաստանի Հանրապետությունը, պետք է այդ հարցերով զբաղվի լրջորեն եւ ես էլ անձամբ զբաղվում եմ։ Մեծ հաշվով տարիների այս քննարկումներից այդպես էլ չիմացվեց անկախության հռչակագրին հղումը հանել թողնելուց բացի, ոչ թե փոփոխությունների, այլ նոր սահմանադրության նախագծով հեղափոխական ինչ փոփոխություն պետք է արվի։ Իշխող ուժն ասել է ընտրություններում հաղթանակից հետո սահմանադրության հանրաքվե կնախաձեռնեն։ Իսկ եթե այդ մեծամասնությունը չստանան, մեծ դժվարություններ կունենան նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հարցում։ Ընդդիմադիր Քրիստինե Վարդանյանը կիսում է ամերիկյան հետախուզական ծառայության գնահատականը։ Եթե մայր օրենքի նախագիծը հասնի հանրաքվեի, ելքն անկանխատեսելի է։ Ելքը հանրաքվեի կանխորոշված համարել չենք կարող անգամ այս պայմաններում, այսպիսի ագիտացիայի պայմաններում, որովհետև դա խոշոր հաշվով նշանակում է, որ 650-ից 700,000 մարդ պետք է գնա եւ Ալիևի սահմանադրությանը այո ասի։ Փաշինյանի կարծիքով Հայաստանի նոր սահմանադրությունը տարածաշրջանի խաղաղությունն է անշրջելի դարձնելու։